Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, երեք Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումներ եւ երևի արդեն բոլորդ էլ հասկացել եք ինչպիսի ուղերձներ հնչեցին, անգամ շատ խոսույթներ այնքան էլ դիվանագիտական չէին, որքան ուղիղ, այսպես դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր այլ ընկալումներ ունենան, կոնկրետ մարդը առաջարկ էր անում, որ իր ներկայացուցիչները մասնակցեն ընտրություններին, դե հասկանում եք ինչպես, ինչի համար, եւ կոնկրետ մերժում եղավ, արդեն դա էլ տեսակ ինչպես եւ ինչի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որը ունի սահմանադրություն եւ սահմանադրական կարգը ոչ ոք չպիտի տապալի, սա էր Փաշինյանի ասածը, ոչ թե որ գիտեք մեզ դուրս չի գալիս դրա համար, ոչ. Ասեմ, որ ռուսական կայքերը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ անգամ ռուսներ կամ ռուսաստանցիներ պարզապես հիացած են երեկվա հանդիպումով ու շատ են նշում, որ մի փոքրիկ ժողովրդավար երկիր ինչպես կարողացավ հսկայական տերության ղեկավարի հետ ինչ հարթության վրա է խոսակցությունը տանում եւ անգամ նրանց տիրույթում լուրջ բաներ էին կատարվում, բայց ես ուզում եմ ժողովուրդ ջան մի բան հասկանանք, որ այս ամեն ինչը թշնամանքի մասին չպետք է լինի, դա շատ վտանգավոր է, որովհետեւ այո, ես ռուսական վերնախավին կարող եմ դիտարկել որպես ինձ թշնամի, որովհետեւ ամեն դեպքում նրանց միջնորդությամբ եւ նրանց կազմակերպվածությամբ արդյունքում Արցախը էթնիկ զտման ենթարկվեց եւ ցավոք սրտի մինչեւ հիմա ՀԱՊԿ, որը ըստ էության Ռուսաստանն է, Հայաստանի սահմանները կարծես թե կասկածի տակ է դնում, միջայլոց Նիկոլ Փաշինյանի Հայաստանի հետ անը հետաքրքիր էր այդ հանդիպման ժամանակ, կարող էր Նիկոլ Փաշինյանը հանգիստ ցույց տալ հեսա սահմանները Ալմաթայով, բայց դա Ալմաթան Ռուսաստանին ձեռ չի տալիս, դրա համար էլ չի ընդունում։ Մի խոսքով, այստեղ եկեք մի փոքր բացենք, տեսնենք ինչպիսի արձագանքներ կան, հա։ Ուրեմն ես պիտի բերեմ երկու գործիչների, երկու քաղաքական կամ պետական գործիչների մեկնաբանություններ, ու դուք տեսեք, թե մենք ինչերից ենք պրծնում։ Նախ ընթերցենք Արման Եղոյանի գրառումը կոնկրետ այդ հատվածի հետ կապված, Սամվել Կարապետյանի մասով, որ Պուտինը փորձում էր բառը խոսել, եւ Փաշինյանը ասաց, որ մեր սահմանադրությամբ այսպես է, հարցը Ռուսաստանի քաղաքացի լինել չլինելը չի, բանը նրանում է կայանում, որ պիտի միայն Հայաստանի քաղաքացի լինես։ Ուրեմն Արման Եղոյանը գրառում է արել։ Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը։ Մարդն ասում է. Արդեն պարզ է, որ պրոռուսական ուժերը չեն կարողանալու հաղթել ձեր առաջիկա ընտրություններում, դրա համար եմ արդեն սենց բան խոսում, բայց դե հիմա մեր ընկերներն են, ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին, կան խորհրդարան, ինչ կլինի, որ մենք էլ փոխարենը գազը չենք թանկացնի, գյուղատնտեսական ապրանքները շատ չենք պայի սահմանին, սկզբունքորեն դեմ չենք լինի թրիփին, հա, մեկ-մեկ, երբ այլ հարցերում լեզու չգտնենք, իրանք կելն են ցույցեր կանեն, ձեզ կասեն թրքասեր բան, բայց դե հիմա դա է մեր ոճը, այս քանի դար տենց ենք աշխատել, չենք կարող այս 5 տարում հարաբերությունների նոր համակարգ կառուցել։ Եկեք այս ոսկե միջինը բռնած առաջ շարժվենք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Սա թարգմանություն տնավարի սլենգով Արման Եղոյանի կողմից, ինչի՞ է, ես համաձայն եմ, որովհետև դա ակնհայտ էր։ Բայց մենք ունենք պետական գործիչներ, ժողովուրդ ջան, ովքեր շատ ավելի ուրիշ բաներ են այդտեղ տեսել։ Հիմա ընթերցեմ ձեզ համար, դուք տեսեք, թե Վարդան Օսկանյանը ոնց է թարգմանում այդ պահը։ Երեք Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ եւ դիվանագիտական էր, եւ քաղաքականապես կործանարար։ Պուտինի նախաբանը ըստ էության վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր։
Դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, եւ եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։ Սա նախկին մեր նախարարն է եղել։ Գիտեք ինչի է նա այսպես հասկացել։ Տեսեք, ու նորմալ է, որ մի խումբ մարդիկ սենց են հասկանում, մի խումբ մարդիկ այնպես, նորմալ վատ է, չեմ ասում լավ է, ինքը վատ է, որ այդպիսի բան կա, բայց նորմալ է, եթե նայում ես, թե ինչու կա, հա։ Ուրեմն, սա եղել է պետական գործիչ Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների պատասխանատուն, գլխավոր թիվ 1։ Կուզես Վարդան Օսկանյան, այստեղից թարգմանեմ նաև քո ասածը ինչ է։ Քո ասածը ճորտամտություն է, եթե ձևակերպենք մի բառով ու գնահատական տանք։ Ճորտամտությունը լինում է հենց այսպիսին։ Պետության շահերը երկրորդ թողը լինում է մոտավորապես այսպիսին։ Սա հենց ավելը չի լինում։ Հասկանում ես, որովհետև երբ որ դու ասում ես Փաշինյանի վերաբերյալ, ուրեմն նախ ասեմ, որ Փաշինյանը մեր պետության ղեկավարն է։ Մեր պետության լեգիտիմ ղեկավարն է։ Այստեղ Փաշինյանի հարցը չի, այստեղ մեր պետության հարցն է։ Ու ըստ քեզ ցարը նստած, ասում նա ուզում էր ասել, որ դուք սխալ ուղու վրա եք, ցարը նստած որոշում է, ասես մի հատ տապակվում է հայ ժողովրդի ճակատագրով ու հայ ժողովրդի ղեկավարին, Հայաստանի պետության ղեկավարին, այդ տապակումից ելնելով, ասում է սխալ բան եք անում ձեր երկրի համար։ Չէ, մենք լավն ենք, մենք ձեր գործընկերն ենք, բայց եղբայրական խորհուրդս ընդունեք, դուք շատ վատ բան եք անում։ Հեսա որևիցե մեկը ձեզ կվնասի։ Չէ։ Ասում է վնասողը ես եմ, ես էլ այս պարագայում կվնասեմ, այս պարագայում չէ։ Այդ ինչ որ ասում է, դուք իրա ճորտն եք։ Բնակ, այսինքն դա մեր պետության դեմ է, չէ ասում։ Ինչ է ասում։ Նա ասում է սահմանադրական կարգը կարող ես տապակել, թե ոչ։ Ըստ Վարդան Օսկանյանի, ով Քոչարյան Ռոբերտի արտգործնախարարն է, այո, կարելի է հանուն Պուտինի ամեն ինչ էլ կարելի է, ինչ եղել որ։ Ոչ մի բան։ Բա Պուտինն է ասում, սահմանադրական կարգն է բարձր թե Պուտինը։ Իրենց համար Պուտինը։ Ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ սիրում են նրան, պարոն Պուտինին։ Այսինքն եթե Վարդան Օսկանյանը լիներ հիմա մեր արտգործնախարարը, նա թույլ չէր տալու, որպեսզի այն ընթացքը ստանա խոսակցությունները ինչ որ կար, ինչ որ եղավ։ Այսինքն վախկոտ եք, էլի, վախկոտ։ Պետության շահը երկրորդով վախկոտ, բա դու ներկանում եք ուժեղներ։ Ախր Վարդան Օսկանյան, ով դու շատ լավ գիտես, թե ոնց է ձախողել Արցախը։ Ոնց է ձախողել բանակցությունները։ Ու շատ խորքային ու այլանդակ ձև ես դա արել։ Հասկանում ես։ Ինչը բերել է քարորիա, տեսեք, այսօր քարորիա պատերազմի 10-րդ տարելիցն է մեր հերոսների հիշատակին մարդիկ են գնացել, ծնողները, հարազատները, տարբեր գործիչներ գնացել են եռաբլուր։ Փառք մեր բոլոր ժամանակների հերոսներին։ Մենք դեռ այդ այցելությանը կանդրադառնանք, թե ովքեր են գնացել եւ ինչեր են խոսում։ Հերթական անգամ փորձում շահարկել եռաբլուրը։ Բայց 16 թվականին Վարդան Օսկանյան այն ինչ որ եղավ։ Դա ձեքո ու էջիկի բանի Նալբանդյան։ Այդ սրծախողումները այդտեղ չեք տեսնում։ Եվ շատ կտրուկ փոփոխություններ եղան, 13 թվականից սկսած բաներ։ Ոնց էր ասում Սերյանը Օհանյան։ Չէ, Դավիթը Բաբայան։ Դա ֆենոմենալ բան չկա։ Կանգնել էր ասում էր այ ադրբեջանցիները ուզում են սադրել հայ-ռուսական հարաբերությունները, դրա համար են Ռուսաստանից զենք գնում։ Սա էլ այս Օսկանյանի գործընկեր Արցախի արտգործնախարարն էր։ Նրանց անգամ այդ պարագայում չէին ցանկանում Ռուսաստանին
ուղիղ ասել, որ տղեկ, դրանց չի լինում ախր։ Ռուսաստանը դեռ 13 թվականից, դեռ դրանից առաջ էլ դիվանագիտական ամեն ինչով ցույց է տվել, ռազմաքաղաքական իմիջիայլոց գործունեությունով ցույց է տվել, որ ինքը դիտարկում է Արցախը Ադրբեջանի կազմում, վերջ, դուք ուզում եք բարձացեք օդ, ուզում եք, առավել եւս ինչքան դուք ճորտամիտ եք, այդքան ինքը ավելի հեշտությամբ է այդպես դիտարկում, գիտի, որ ոչ մեկ դեմը չի կանգնելու բան ասի։ Այդ Փաշինյանն էր գնաց դեմը նստեց, ինչ պետք էր ասեց, բարձ շիտակ ասեց։ Ձեզանից որևիցե մեկին խոսելուց չենք տեսել այնտեղ։ Գնացել աչոտ եք տվել, եկել եք։ Շեֆին։ Այ իմիջիայլոց գալով Եռաբլուր այցելությանը, ուրեմն գիտեք անարգանք է սա Եռաբլուրի հանդեպ, երբ որ այն օգտագործվում է քաղաքական դիվիդենտներում, լրջագույն անարգանք է, ու արդեն ձեր գործունեությունը պարզապես պղծությունը զզվելի է, հասկանում եք։ Այս 5-6 տարի անընդհատ ասում ենք մի արեք։ Դուք միևնույնն է, ձեր կաշին հաստ ցած առաջ եք տանում, ասենք դուք իսկապես ուզում եք, որ Եռաբլուրը քաղաքականապես շահագործվի, երբ որ դուք Եռաբլուրում կանգնած քաղաքական հայտարարություններ եք անում, դուք պատկերացնում եք, չէ՞ որ կարա մի հատ ուրիշ հայտնվի երկրորդ մի հատ քաղաքական ուժ, որը նույնքան չհարգի Եռաբլուրը, ու ինքն էլ այնտեղ կանգնի ի հակառակ ձեզ բաները ասի։ Ասենք ինչին եք տանում։ Ու դա ձեզ հաճելի է լինելու։ Ինչին եք տանում, ինչ եք այսքան զզվելի բաներ անում։ Ու կանգնել Եռաբլուրում ասել, որ ասում է բանը կառավարության նիստեր այսօր չի անդրադարձել վարչապետը Քարորյային, ու միանգամից մեկնաբանում Արտուրը Խաչատրյան։ Դե իրան պետք է Ալիևի աջակցությունը դրա համար չի անդրադարձել, սպառնալիքների տեսքով ասած բաներ է խոսում։ Ես մի Ալիևի անունը տալով, տեսեք, սրանց խոսույթի միջից, որ թուրք ու Ալիև բառերը հանում ես, տակը մարդ չի մնում, լուրջ եմ ասում։ Իրանց հայրենասեր լինելը կոծկում են Ալիև եւ թուրք բառերով։ Իբր իրանք տենց հայրենասեր են, եթե դու ասում ես Ալիև եւ ասում ես թուրք, մեկը վերջ դու հայրենասեր ես, քո հայրենասերությունը կախված է թուրքերի հանդեպ ատելությունից։ Ու վերջ։ Չլինեն թուրքերը, տակը հայրենասեր մարդ չի, այսինքն մինչև թուրքերի հայտնվելը մենք հայրենասեր չենք էլ ունեցել, որտեղից ենք ունեցել։ Թուրքերը եկել են որ բոլոր, սա դեգրադացված պատկերացումն է հայրենասիրությունը բնորոշող մտքի հանդեպ, սա դեգրադացված պատկերացումն է։ Ինչը երկար տասնամյակներ քարոզել են եւ առաջ են տարել կոնկրետ դաշնակները։ Հիմի տես Արթուր Խաչատրյան։ Ես բնականաբար ոչ կպաշտպանեմ, ոչ էլ կփորձեմ նրանց փոխարեն պատասխանել, բայց որպես քաղաքացի արի ես քեզ իմ դիտարկումը ասեմ։ Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է օրենք, որ բոլոր ժամանակների մեր հերոսների հիշատակի օր է սահմանվել հունվարի 27-ը։ Սա պետական մակարդակով, այսինքն պետական մակարդակով եթե իսկ կառավարությունը պետության բանն է, ներկայացուցիչն է։ Կառավարությունը եթե որևիցե գործողություն կամ խոսույթ օգտագործում, պետական մակարդակով հունվարի 27-ին կամ ասենք գնա Եռաբլուր բոլորով ինչ որ միջոցառումների շարք ձեռնարկեն եւ այլն եւ այլն։ Մնացած օրերին ըստ կամեցողությանը, ըստ հարմարության գնացել եք, լավ եք արել։ Որևիցե մեկը չի ասում, եթե հունվարի 27-ի ուրեմն չպիտի գնան։ Չէ, ովքեր ցանկանում են, ովքեր երբ ցանկանում են, կարող են գնալ եղբայրական պանթեոն։ Այո, նմանատիպ օրերին շարժը մի քիչ ավելի մեծ կլինի, բնական է, հարազատներն են, ծնողներն են, քաղաքական գործիչներ կլինեն։ Շատ լավ է, երբ որ գնում եք Եռաբլուր, դա երևում է, որ Եռաբլուր գնացող եկող կա, հարգող կա։ Բայց դա վերցնել դարձնել քաղաքական դիվիդենդ աշխարհի ամենասրիկա բանն է։ Որովհետև վարչապետի տեղաշարժը կամ կառավարության տեղաշարժը արձանագրվում է, չէ՞։
Ուր գնաց, ուր եկավ, խի գնաց, խի եկավ։ Բայց եթե պետականորեն ուղիղ կոնկրետ այդ օրը բանն է, հունվարի 27-ը դες ինչ ես կանգնել այնտեղ Ալիևի անուն տալիս։ Քեզ ով է թույլ տվել Եռաբլուրում կանգնես Ալիևի անուն տաս։ Սա, չգիտեմ, տահասության ինչ չեմպիոն է պետք լինել։ Ու դու շատ լավ գիտես, որ դա այդպես է։ Շատ լավ գիտես։ Գիտեք, ես Աշկովս ընկել է, ոնց որ թե բոլորդ գնում եք հանրությանը խաղաղություն առաջարկելու ճանապարհով, չէ՞։ Դուք օրինակ նեղվում եք, որ Փաշինյանը ձեզ որակում է պատերազմի կուսակցություններ։ Ճիշտ է։ Ապրիլի այսօր 2-ն է։ 22 օրից Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Դուք դուրս եք գալու դրոշ վառելու։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել։ Բայց հասարակությանը համոզում եք, իբր մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուղղակի արժանապատիվ խաղաղություն։ Չգիտեմ, այդ արժանապատիվ ձևակերպումը որտեղից է գալիս, ինչ է նշանակում, որովհետև դուք չեք բացել դա։ Որովհետև արժանապատիվ ասվածը ինձ մոտ մի ընկալում կարող ունենա մյուսի մոտ մեկ այլ, այն մյուսի մոտ մեկ այլ։ Դուք չեք ասել արժանապատիվ, այսինքն Ես ինչ իրավիճակում, սենց է, ընդամենը մի բան եք ասում բոլորը ձենձենի տված, որ արժանապատիվ այն խաղաղությունը, որ ընդեղ բան, թրիփի ուղում բերենք, չգիտեմ, Ռուսաստան, Չինաստան, ես իմ ումոնց կանգնացնենք։ Սա դուք դիտարկում եք արժանապատիվ խաղաղություն, դեռ ուրիշ բան չեք ասել։ Եվ եթե սա է արժանապատիվ խաղաղությունը, ես այդ արժանապատիվ բառի հետ այս պարագայում համաձայն չեմ, որովհետև դա արժանապատվության մասին չի, ճիշտ հակառակ ճորտամտության մասին է։ Ուրիշ բան չեք առաջարկել։ Հա, այնտեղ դաշնակներից եղել են, որ ասել են, այդ ամսի 17-ը, այդ 17 կետը թափում ենք, վերադառնում ենք նոյեմբերի 9-ին, այսպիսի խոսույթները ձեր համար նոյեմբերի 9-ը հանկարծ դարձել է արժանապատիվ, ես ինչ որ ասած բաներ եք խոսում, խառը բաներ եք խոսում, բայց ըստ էության ռազմավարական բանը չեք դնում ու ներկայացնեք հանրության, խափում եք, էլի մոլորեցնում եք։ Բայց արժանապատիվը դեռ հանենք, որովհետև սա հասկացանք, որ զուտ մարդկանց մանիպուլացնելու համար այս բառը օգտագործում, տակը մնում է խաղաղությունը։ Այսինքն դուք բոլորդ գնում եք ինչ-որ կերպ խաղաղության, ճիշտ է։ Ապրիլի 24-ին պիտի վառեք այն դրոշները, ում հետ գնում եք խաղաղության, ու դուք համոզեք, որ դուք գնում եք խաղաղության։ Չէ։ Տակը մնում է ինչը, չվառելը։ Բայց դուք այնքան եք չափերն անցել արդեն, որ չվառելը դուք էլ լավ գիտեք այլ կերպ է դիտարկվելու։ Ձեր արդեն էլեկտորատի կողմից մեր չէ, իմ կողմից շատ նորմալ կդիտարկվի, կասեմ վերջապես այդ աբորիգենիզմին վերջ է տրվում կարծես, թե բրավո, շատ ապրեն, սկսում են ոնց որ թե խորհելով գործել։ Իմ կողմից դրական արձագանքի կարժանանա։ Բայց ձեր էլեկտորատի կողմից բացասական արձագանքի կարժանանա, ու դուք դա լավ գիտեք։ Եվ այստեղ է, որ դուք ոչ հետ նահանջելու տեղ ունեք, ոչ առաջ գնալու։ Դուք ինքներդ ձեզ մցրել եք անգամ հայ-թուրք ադրբեջանական այս բաներում, մցրել եք ինքներդ ձեզ փակուղի։ Ինչպես որ փակուղի եք մցրել Արցախի հարցը, ձեր վայ հայրենասիրություններով, այո, վայ հայրենասիրություններով, ձեր հայրենասիրության հանդեպ ունեցած դեգրադացված պատկերացումներով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ սա պիտի միակ հուսադրող բանը, միակ դրական բանը, որ կարող եմ ձեզ sense մի քիչ հանգստացնել, դա այն է, որ այդ դաշտում դուք մենակ չեք։ Հանգիստ եղեք։ Դուք միայնակ չեք, այնտեղ ձեզ շուրջը կան էլի ուժեր, որ տենց դեգրադացված վիճակում են։ Կարող եք գրկել, գրկախառնվել իրար ու դարդլամիշ լինել։ Դուք պատերազմի կուսակցություններ եք, ընդ որում չարդարացված պատերազմների։ Եթե լիներ արդարացված, եթե լիներ, չգիտեմ, ազատագրական պայքարների եւ այլն, ես հա կհասկանամ։ Ու կհասկանամ, որն է շատ հնարավոր անգամ միանայ։ Բայց սա մեր պետությունն է, ու մեր պետությունը վտանգների տակ դնելու, բա դիվանագիտական բլոկը նրա համար է։
որ ամեն ինչ անի պետությանը խաղաղության հարատևությունը պահպանելու համար։ Իմիջիայլոց սրա մասին դեռ 2000 տարի առաջ մի հիանալի գիրք կա Արտավազդ երկրորդ բանի մասին, Տիգրան Մեծի որդու մասին Արտավազդի, ով շատ կարճ թագավորեց, բայց նրա գերխնդիրը Հայաստանին թույլ չտալ մտնել ռազմական գործողությունների մեջ, որպեսզի ներսում զարգացում ապահովվի։ Անգամ իր ընտանիքով գերեվարվեց, շատ լավ գիտեր, որ իրեն խափում են, հրավիրում են, չգիտեմ ինչ միջոցառումների, այսօրվա բառերով ասած, նա շատ լավ իմանալով, որ կարա չվերադառնա, միևնույնն է գնաց այդ քայլին, իր խորհրդականներին ավանդելով, որ այո, Հայքը կարիք ունի երկարատև խաղաղության, որպեսզի ներսում զարգանա տնտեսությունը։ Սա 2000 տարի առաջ հասկացած մարդը մինչև այսօր աշխարհում շատ բան չի փոխվել։ Այս իմաստով բացարձակ ոչ մի բան չի փոխվել։ Դուք դեռևս չեք ուզում ընդունեք, որովհետև Հայաստանին եւ Հայաստանի պատմությանը դիտարկում եք դաշնակցության տեսանկյունից։ Դուք դաշնակցականությունն եք բանանում։ Հասկանում, դուք չեք նայում ընդհանուր պատմությունը ու գնահատականներ տալ, փորձել այդտեղ հաշիվները վերանայել։ Եվ շատ վատ է, որ 135-ամյա կուսակցությունը մնացել է, չգիտեմ, տարեխով։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն Արթուր Խաչատրյանը այսքանով չի սահմանափակվել, փորձել է մի քիչ ավելին գնալ։ Ասում եմ, եթե սովետական Հայաստանն առաջնորդվեր Փաշինյանի տրամաբանությամբ, Արցախյան շարժումը 1988 թվականից կկանգներ։ Յանի չերել սկսի։ Ուրեմն ասեմ Արթուր Խաչատրյանին, որ ցավոք սրտի, այո, երբ որ վերանայում ես այդ ամեն ինչը, հասկանում ես, որ Արցախյան շարժման մեջ, եթե զգացմունքները հանում ես, տակը հաշվարկ չկա, ցավոք սրտի։ Այնտեղ օգտագործել են հենց զգացմունքային մարդկանց, որովհետև հենց ամենասկզբից այդ շարժման ներսում ներդրել են գործակալների, ովքեր պիտի ակտիվ պահեին դա եւ փորձեին ամեն բան տանել այլ ուղղություններով։ Հասկանում ես։ Եվ այդ այլ ուղղությունները հենց դարձան այն ինչ որ դարձան, այլապես աշխարհը չէր կարող թույլ տալ։ Այնտեղ Մինսկի խումբ ձևավորվեց, հետո բան արվեց իհարկե շատ տարիներ, բայց չէր կարող թույլ տալ։ Ինչի համար էր մտնում բանակցությունների մեջ ու փորձում ինչ որ սակարկումներ բանաներ արվեր, որովհետև հենց ամենասկզբից այո, կար այդ խնդիրը։ Եվ Արցախյան շարժումը, Արցախի հարցը դեռ 88-ին չէ, շատ ավելի վաղուց, 1918-ին, 20-ականներին է լուծվել, 21-ին, եթե չեմ սխալվում։ Եվ պահանջները շատ այլ կերպ կարող են ձևակերպվել։ Եվ ձեզ ասեմ ավելին, դեռ Կարեն Դեմիրճյանը իր օրոք բավականին երկար բանակցություններ ա ունեցել, ու երբ որ կանգնել շարժումը կազմակերպողներին եւ այդ ժողովրդին ասում էր Արցախը գրպանում ես չի որ հանեմ տամ ձեզ, այն որ սարքեցիք ծաղրու ծանակի առարկա, ամենաուղիղ խոսքով է հանդես եկել նա, բայց ուղիղ բաները ախր ձեր խնդիրը չեն, ձեր գործը թեքել, ջարդել, ծռել, խոնարել, կորացնել, այսպիսի բաների վերածելն է, հասկանում եք, կռել, ասեցի, հիշեցի, Քոչարյանն է փայլատակել, ասմա, պետք է սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենանք, որովհետև անապահով խավը չի կարողանում եկամուտներով բնակարան ձեռք բերել, Ռոբերտ Քոչարյանն է ասում, պատկերացնում եք, հանկարծ սկսել է մտածել մեր մասին էլի, նախ հուշեմ ժողովուրդ ջան, մոտավորապես 2 ամսից մի քիչ ավել ընտրություններ են, այնպես որ բոլորը մեր մասին մտածելու են, բոլորի համար մենք դառնում ենք շատ արագ սիրելի քաղաքացիներ, դառնում ենք ժողովուրդ ջան, դառնում ենք ես ձեր կյանքին մեռնեմ,
դուք ես կոմ եկեք մենք ձեր տեղը ապրենք, մենք ձեր սաղ օրվա խնդիրները քաշենք, տանենք այդ լուծը, ասած, ով ինչ ուզի ասելու է։ Բոլորի ուշադրության կենտրոնում ենք, այնպես որ ես խորհուրդ եմ տալիս թուլանալ ու վայելել ժամանակավոր այդ սերն ու հարգանքը ձեր հանդեպ։ Այո։ Սոս բարձրից էլի նստելով լավ սի, հարգի ինձ։ Okay, ժողովուրդ ջան եմ ես քո համար, հա, մի քիչ շատ ասա հələ բան, սոս բաներ։ Բայց որևիցե մեկը խելքը գլխին ծրագիր դեռ չի առաջարկում, ովքեր են որ առաջարկում են, խիստ կասկածելի է որքանով կիրագործեն։ Ասենք օրինակ Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ կգտնեք, ովքեր կարող են հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանը սոցիալապես անապահով խաղվի, բնականի հարցով մտահոգ է։ Քանի մարդ, անգամ կարող ենք Ռոբերտ Քոչարյանի տան անդամներից սկսել։ Անգամ տան անդամները չեն կարող հավատալ, իրենց էլի հավատալ, որ մտահոգ է Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում սոցիալապես անապահով խաղի համար։ Ռոբերտ Քոչարյանը առհասարակ Հայաստանով էլ մտահոգ չի, եղել ու չի, ու չել լինելու։ Ասեմ ավելին, Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Արցախով է մտահոգ եղել ու Ռոբերտ Քոչարյանը առհասարակ տարածաշրջանի առումով բավականին անհոգ մեկն է։ Այնտեղ իր բաները, հաշվարկները այլ բաների մասին են, իր գործառույթը այլ բանի մասին է, մի խոսքով, ասենք չկա այնտեղ պետական, ժողովրդի շահ եւ այլն եւ այլն։ Սա մի հատ առանձին երևույթ է։ Օրինակ Քոչարյանը Ռոբերտին ու Սարգսյան Սերժին երբ որ նմանացնում են, ես նրանց երբեք չեմ նմանացնի։ Անկեղծ եմ ասում։ Իրենք մի քիչ իհարկե իրանք նույն իրար ժառանգորդներ են եւ ընդհանուր առմամբ հրահանգները նույն գրասենյակից նույն հիմնարկի աշխատողներ են, սա չի էլի հարցը։ Եվ երկուսն էլ ընդհանուր առմամբ հանցագործներ են, հա, բայց իրանք շատ տարբեր են, իսկապես տարբեր են։ Քոչարյան Ռոբերտը մի այլ երևույթ է, Սարգսյան Սերժը ամբողջովին այլ երևույթ է, երկուսն էլ հանցագործ, պետությունը չսիրող եւ այլն եւ այլն։ Ոչ լեգիտիմ իրենց գործունեությունը շարունակել են, փորձել են, չգիտեմ, դարձնել Հայաստանը մի մեծ մաֆիայի կենտրոնի, մեր խոսքով։ Իրանց գործը լրիվ ուրիշ բանի մասն է։ Հիմա այս օրերին դուրս են գալու բոլորիդ ասեն ժողովուրդ ջան։ Իմիջայլոց հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ ինքը չի մասնակցում ընտրություններին։ Այսինքն իր դեմքով չի մասնակցում։ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։ Բայց սա չի ենթադրում, որ հանրապետականները չեն մասնակցում ընտրություններին։ Որովհետև ըստ էության Նարեկ Կարապետյանի թիմը լծված են քոչասերժականներով, բոլորով, եւ զուգահեռ ունեն դաշնակների բանը, ենթակայություն, այսինքն դաշնակները ենթակա են նրանց, հիշում եք Տաշիր Սամոյին, երբ որ ձերբակալում էին դաշնակ պատգամավորներին, ինչ ասեց, մի հատ դրանց մանցած կանեք, որ հրահանգեց, կոնկրետ հրահանգեց դաշնակներին, իրենց հրահանգիչն է Տաշիր Սամոն։ Բացի այդ Արման Թաթոյան կա, որտեղ նույնպես հանրապետականները լծված են, էլի բաներ կան։ Նենց որ հանրապետականները ընտրություններին մասնակցում են, պաշտոնապես հանրապետական կուսակցությունը չի մասնակցում։ Ինչու՞։ Որովհետև ասելիք չունի, որովհետև կեղծ էին։ Որովհետև ես ուզում եմ իրենց էլեկտորատը այս հասարակ բանը հասկանա, այս տարական բանը։ Տեսեք, անցյալ անգամ էլ հանրապետականները նույնպես են պատիվ ունեմով բանով հասկացանք ոնց են սվաղեցին, էլի։ Հիմա ձեզ մի բան ասեմ։ Ոնց եք կարծում, եթե Արցախի հարցում 10 տարի կառավարած Սերժ Սարգսյանը իսկապես ունեցած լիներ դրական ձեռքբերումներ։ Նա 26 թվականի ընտրությունները բաց կթողներ, ունենալով այնպիսի լրատվական ռեսուրսներ, то ժուրնալիստների միության նախագահ մի ամբողջ, Սաթիկ News-եմ, ունենալով այդքան ֆինանսական միջոցներ, մի 10 տարի էլ կառավարում համակարգում ներկայացուցիչներ,
նա կհրաժարվեր մասնակցել, չէ, այնպիսի պայքար պիտի ծավալեր, որ Նարեկ, Քոչարյան դաշնակներ, Լևոն Տեր-Պետրոսյան տակը չերևային, բացարձակ չերևային, ընդ որում 2021 թվականներին, եթե էմոցիոնալ մասներ շատ ու ժողովուրդը կրկնակի անգամ պիտի մերժեր, այս 26 թվականին ահագին այդ բանը նստել է ու ավելի մարդիկ գնահատում են ծրագրային մոտեցումները, բանը տրամաբանությունը առաջարկվող բաների հաշվարկները եւ այլն եւ այսպես շարունակ, սրանք է հետաքրքրում մարդկանց։ Տնտեսական առաջնահերթությունները, մյուս։ Բայց սրանք այս կարևոր խաղից դուրս են իրանց դնում։ Չնայած ամեն պատի ծակից գոռում են, որ Նիկոլը թուրք է, դավաճան է, իրենք էլ մի բանակցային ժառանգություն էին թողել, բայց իրականում փախնում են մասնակցությունից։ Սա հանրապետականների պարագայում, այո, փախուստ է մասնակցությունից։ Եվ սրանով նրանք ուղիղ տեքստով ասում են, որ այո, հերթական անգամ Սերժ Սարգսյանը ասում է, այո, Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Նիկոլը մի հատ էլ էր ճիշտ, ես մի հատ էլ սխալվեցի։ Այս սա է ասում հանրապետականների չմասնակցությունը։ Բա 5 տարի այն խեղճ Մամիջանյանը այսօր էլ բաներ կազմակերպել, հանրային լսումներ էր կազմակերպել, ով ինչ ուզեց ընդեղ էլ խոսեց, բան գժի դարա, ով ինչ ուզում խոսում է։ Բայց մարդիկ ինչ անեն։ Կարելի է նրանց հետ այսպես վարվել։ Բա առավոտի ծիրիկում վեր են կենում ու խոսում են, թե դուք չգիտեք, մենք շախմատը ուրիշ ձև ենք գծել պարտիան, բան։ Ո՞րն եք գծել, որ Թաթոյանով ու Նարեկով երևաք, որ հանկարծ չերևա, որ հանրապետականները կես ձեն չեն կարող տանել, ասես ուժեղ բան եք մտածել։ Պետք է մտածելու համար մի մեծ ընդունակություններ մտավոր անհրաժեշտ էլ չեն, ինչ որ մեկին ասես ինչ անենք, կասի ինչ անեք ու այդ նույն բանը կպատմի ձեզ։ Դա խորամանկ քաղաքական քայլ չի, դա աղմախ ժեստ է։ Չէ, լավ եք անում, որ չեք մասնակցում, շնորհակալ ենք, մեզ շատ ավելի լավ, բայց ես ուզում եմ քաղաքացիները հասկանան, թե որքան հիշում եք նրանց բաները պատիվ ունեմի նախընտրական ռոլիկները, էլի թուրքը, հայը, բան, այս բաների մեջ, գերինները մեր զոհերը, այս ֆորմի մեջ, հիշում եք։ Պարզվում է, իրենք ասում են, որ դրանք լավ, սաղ մի կողմ, մի խոսքով ինչ անում եք արեք, մենք գնացինք, թռնում են դաշտից, քաղաքական դաշտից, ճողոպրում են։ Իհարկե դեռ Սաթիկ Նյուզը իր ողջ էությամբ հանդես կգա ու կսատարի ցանկացած ատելության խոսք, որը կշպրտվի դաշտ, բայց այնուամենայնիվ ուղիղ չեն մասնակցում, վախենում են, որովհետև վախկոտ են այդքան բան։ Հիմա գալով այս հանրային լսումներին, որ կազմակերպել էր Մամիջանյանը, այնտեղ եղան թարս ու շիտակ հազար բան եղավ, ի աջակցություն եկեղեցու ոնց էր կոչվում, լավ, այդ հանրային լսումների անունն ինչ էր չհասկացա։ Ճիշտն ասած վերնագիրն էլ չնայեցի, դες գալիս եմ ձեռքի հետ թերթում եմ Telegram-յան ալիքները, մեկ էլ տեսնում եմ, այ մարդ, սրանք մի հատ իրավաբան ունեն, էլի, այդ որ բանա եկեղեցու գործերով առաջին գծում մարտնչում է։ Կներեք։ Մեղադրում է նայեք ինչում։ Շատ կարճ էլի համառոտ, ասում են նա 32 տարեկանում է մկրտվել, իր ամուսնությունն էլ եկեղեցական կարգով չի կատարել, նա է բարի հովիվը։ Նկատի ունի Փաշինյանին։ Այս արա ոնց էր սրա անունը, Զեյով էր այս փաստաբանի անունը, չեմ հիշում լավ։ Լեզվի Սայրինը։ Մենք ասենք որ տարիքից է մկրտվել է ամոթ արդեն։ Կարող ենք, ասենք քիչ շեշտում 32 տարեկանում է մկրտվել։ Եկեք հələ դնենք քաղաքականությունը մի կողմ, չմտածեք համեմատական եմ տանում, բայց կներես Հիսուս Քրիստոսը երբ է մկրտվել։ Կարելի է իմանալ։
45-ի մեջ է եղել, որ մկրտվել է։ Կամ եկեղեցին ինչ-որ տարիքային չեմ սահմանում, հա, այս տարիքից չի էլ ուշ է համարվում, ուրեմն բան, հա, ինչի համար է շեշտվում, թե ով որ տարիքում է մկրտվել։ Այսպեսի տգետ խոսույթ ինչ եք դաշնետում, ում համար, ասենք, ես ճիշտ է փոքր եմ եղել, որ մկրտվել եմ, բայց եթե մկրտված չլինեի, մի 46 տարեկան եմ, եթե ցանկություն ունենայի մկրտվելու, մեկ ասել էր, դու 46-ում ես մկրտվել, դու ինչ կյանքից բան չես հասկանում Քրիստոսի, ասենք, ինչ է դա նշանակում, էլի ուզում եմ հասկանամ։ Դա այդպես կներեք այս սլենգի համար դեմը դնելու բան, հա, ասեք իմանանք, հանրությանը կոչ արենք, ասենք ժողովուրդ, որպեսզի հետո սենց խնդիրների ու սենց ծաղրանքների ու պախարակման չարժանանաք, ծնվելուց առաջ մկրտվեք, նոր ծնվեք ախպեր։ Вообще, չգիտեմ, տարիքային շեմ սահմանենք եւ այլն, այս ինչ եք խոսում։ Ուսա վերել փաթաթում եք ինվզին որպես եկեղեցին պաշտպանելու խոսույթ։ Սա իր հերթին։ Երկրորդ, ամուսնությունն էլ եկեղեցական կարգով չի կատարել։ Ես չգիտեմ, նա ամուսնությունը եկեղեցական կարգով է կատարել թե ոչ, բայց մեր պետություն նախ ձեզով է թույլ տվել մտնեք մարդկանց ընտանիք։ Ձեր ընտանիքում հայրդ ու մայրդ եկեղեցով են ամուսնացել։ Գրեթե վստահ եմ, որ ասելու ես ոչ, որովհետև սովետական կարգեր էին, դե այն ժամանակ մի քիչ ուրիշ էր։ Սխալվում եմ։ Ասենք, այս ինչ է, էլի։ Հայաստանի Հանրապետությունը, պարոն իրավաբան, աշխարհիկ պետություն է, ճիշտ է, պարոն իրավաբան։ Քաղաքացիական ամուսնություն լինում է։ Ինչ եք խոսում, էլի։ Երբ էլ ուզեն մարդիկ կգնան եկեղեցով։ Օրինակ, ոնց ասեմ, ամեն մեկը ինչ-որ ձև, ամեն մեկ, ոչ մեկի մոտեցումը ամուսնության հարցում չի դատապարտվում։ Մարդը առաջնային եկեղեցին, ասում աղբեր ջան, ես մտնեմ եկեղեցի, դրանից հետո ոչինչ ԶԱԳՍ-ն հետաքրքիր ոչ բան է, ինձ համար ամուսնությունը երբ որ եկեղեցին է։ Այն մյուսը ասում եմ, ես ԶԱԳՍ եմ ուզում, ԶԱԳՍ-ն է ինձ համար առաջնային, այն մեկ ասում է, երկուսն էլ առաջնային է։ Ու մի հատ էլ ընտանիք կա, որ ասում է, այն էլ առաջնային չի, մենք ենք որոշում։ Ու որևիցե մեկը օրենքի խախտում չի, կամ որևիցե մեկին դու չես կարող ասել, ես ինչ ես խոսում կամ անում։ Հիմա դու կանգնել թիվ 1 ամբիոնի մոտից, քննարկում եք մարդու ամուսնությունը եկեղեցով է եղել թե ոչ։ Նայեք, եթե ես այն տարիքում, երբ որ մկրտվում էի, ծանոթ լինեի եկեղեցականների վարքին ու բարքին, այնքան, ինչքան հիմա եմ ծանոթ, ես կարող եմ թույլ չտայի, որ իմ ծնողները ինձ մկրտեն։ Կասես սրանց հեռու տարեք ինձնից։ Հասկանում եք։ Այսինքն տարբեր մոտեցումներ կան։ Դուք դրել եք, փորձում եք քննարկել, թե պետություն, եկեղեցի առճակատում։ Մտել եք մարդու ընտանիք եք ասել։ Նախ պետություն եկեղեցի առճակատում չկա, կա Կտրիշ Ներսիսյան Հայաստանի Հանրապետություն առճակատում, Կտրիշ Ներսիսյան իր բանդայով, KGB-ի եւ կիսահանցավոր բանդայով եւ Հայաստանի Հանրապետություն։ Նա հարձակվել է Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի դեմ։ Սա չի քննարկվում, սա շատ պարզ, ափիպես պարզ դրված է։ Երկրորդ, եթե դուք տենց եք ընկալում, էլի ձեր գործն է, ոնց ուզում եք ընկալեք, քննարկեք, բայց մի ասեք բաներ, որոնք վերաբերելի են նաև Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին։ Որովհետև ես չեմ սրան անդրադառնում, իմ խնդիրը այն չի, որ պաշտպանեմ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, չնայած ես կարող եմ պաշտպանել նրա ընտանիքի անդամներին։ Նրա ինձ շատ Տիկին Հաննա Հակոբյանի հետ մի քանի հանդիպում եմ ունեցել, շատ հետաքրքիր ու հաճելի տպավորություն ա թողել պարոն Փաշինյանի հետ, ընդհանուր բանով հանդիպումներ եղել են, շատ հետաքրքիր տպավորություն ա թողել Աշոտ Փաշինյանի հետ, մի քանի անգամ առիթ եմ ունեցել զրուցելու, շատ լավ երիտասարդի տպավորություն ա թողել, ու ես այո կարող եմ պաշտպանել, բայց
քանի որ sense քաղաքական դաշտում է այս խոսույթը, ես ոնց որ ստիպված եմ ավելի շատ պաշտպանել քաղաքացուն ձեզանից, որովհետև ըստ ձեզ 32 տարեկանում մկրտվելը, չգիտեմ, sense կարելի է անուն դնել դրան, ու ովքեր էլ եկեղեցական կարգով չեն ամուսնացել, նույնպես անպիտան մի բան են։ Սա է ձեր ասածը։ Ու հենց այսքան տեղն էլ գլուխներդ պատին եք տվել։ Հենց այսքան տեղը։ Այնքանա որ, գիտեք, ցանկացած սրիկ է վերջում, երբ որ չգիտի էլ ոնց պաշտպանվի, մտնում է հայրենասիրության կամ Աստծո անվան տակ թաքնվելու։ Ցանկացած հանցագործ սրիկը։ Հենց էլ տեղ չկա գնա, ինքը դառնում է հայրենասեր։ Կամ ինքը դառնում է հավատացյալ։ Ինքը սկսում է հասկանալ, որ ինքը իրենով չի կարող խոսել, ուրեմն ավելի լավ ասել Աստված ասում է։ Կամ ինքը չի կարող իրենից բան ներկայացնել, հասկանում է, որ իրան արդեն ես հայրենասեր եմ, թողեք, ես ուզում եմ ձեր ներկայությամբ այս բոլոր խոսույթների մեջ ձեր գործունեության արդյունքում տուժում է թե հայրենիքի հանդեպ սերը, քնքշանքն ու մոտեցումը, պետության հանդեպ պատասխանատվության զգացումը, թե Աստծո հանդեպ սերը եւ եկեղեցու հանդեպ սերը։ Մարդիկ արդեն արտահայտվում են։ Ասես սրանք այնքան խոսեցին, արդեն չենք ուզում եկեղեցի էլ գնանք, ես ինչ եք անում։ Եվ այդ խորհրդանական լսումներին հետաքրքիր կլիներ կոնկրետ մի օրակարգային հարց քննարկել։ Կտրիչը զատիկի ձուն թանկացնելու է, թե նույնն է թողելու գինը։ Եթերում ազատ շփումներ կհանդիպի։